Ողջույնների ռեզոնանս էր աշխարհում, հենց իմացվեց, որ խաղաղության փաստաթղթի տեքստը համաձայնեցված է։ Մարտի 13-ին էր, բայց Ադրբեջանն ակնհայտորեն չէր էլ ձգտել Հայաստանի հետ համատեղ հայտարարել այդ մասին։ Ակնհայտ էր, որ պլան ունեն էլի պահանջներ առաջ բերելու ու դեմարշի գնալու։ Հայաստանը թեև երկու խոշոր զիջմանն էլ գնաց, գանգատները միջազգայնատյաններից հետ վերցնելուն եւ եվրոպական դիտորդներից հրաժարվելուն, բայց աշխարհը նույն հավասարության նշանով էր ողջունում տեքստի համաձայնության հաստատումը։ Ֆրանսիայի նախագահը գոհ էր, Մակրոնը գրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ այլևս չկան, ինչը ճանապարհ կհարթի հարավային Կովկասում կայուն խաղաղության համար։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու Թրամփի խորհրդական Մայքլ Ուոլցը իրար հերթ չէին տալիս ողջունելիս։ Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ն, Մոսկվայի արտգործնախարարությունը բոլորը ողջունում էին։ Ոչ ոք հիմա չի հարցնում Բաքվին, ինչու է դեմարշանում, իգնորանում համաձայնեցված ու ողջույնների արժանացած տեքստը։ Երբ մենք շատ ենք խոսում դրա մասին, Բաքուն ավելի է սկսում կատաղել։ Կարծում եմ, որ այս իրավիճակում մենք պիտի մի փոքր time out վերցնենք, մի փոքր դադար պիտի տանք, անընդհատ մենք պիտի չխոսենք, որ մենք պատրաստ ենք, մյուս կողմը չի ուզում։ Հայաստանը որևէ հակառակ քայլանում է, ոչ, բայց Բաքվին չեն ասում, Բաքու դե ստորագրի, ինչու՞ չէ ստորագրում։ Դրա համար ես գտնում եմ, որ Բաքուն սպասողական իրավիճակի մեջ է գտնվում, նոր ազդակներ է սպասում, ինչ անի։ Մինչև ինչ անին որոշի, Հայաստանի փոխարտգործնախարարը նախորդին հայտարարում էր, թե Ադրբեջանի գործողությունները տագնապալի են։ Այդ տագնապալի դառնալուն չեն նպաստում միջազգային հանրության այս հավասարության վտանգավոր նշանով ողջույնները, ով կսանձի Ալիևին, ինչու հասցեական կոչ չկա նրան ստորագրել։ Փաստաթղթի համաձայնեցման հենց հաջորդ օրն էր Գերմանիայի արտգործնախարար Բերբոկը հայտարարում, թե Հայաստանի համարձակ զիջումները հնարավոր են դարձրել վերջին քայլը։ Լուրն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են խաղաղության համաձայնագրի շուրջ, հույս է ներշնչում։ Տասնամյակներ տևած թշնամանքից եւ պատերազմից հետո այն փաստը, որ տևական խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի համար եւ դրանից դուրս։ Բերբոկը երևի հույս ունի, որ թշնամանքն այլևս չկա, բայց Ալիևը հենց հիմա է թշնամանք ու ատելություն գեներացնում։ Հայ ժողովրդին ատելի ու թշնամի է համարում, հայտարարել է, թե հայերը իրենց ցեղասպանության են ենթարկել եւ որ Աղդամը Կովկասի Հիրոսիման է։ Աղդամն ու շրջանի բոլոր գյուղերն ամբողջությամբ ավերվել էին ատելի թշնամու կողմից, ոչ մի շինություն կանգուն չէր մնացել։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս թշնամու էությունը, բայց ես պատերազմի ժամանակ ասել եմ, որ ռազմի դաշտում ենք վրեժ լուծելու, հաշվեհարդար տեսնելու, ու հենց այդպես էլ արեցինք։ 15 րոպեանոց ելույթում նա 11 անգամ հայերին թշնամի է անվանել, ասել է հայկական ֆաշիզմի նմանը աշխարհը չի տեսել, իսկ հայկական կողմը խաղաղության թղթի ստորագրման տեղ ու ժամի է սպասում ու աշխարհի տարբեր ծագերից ողջույններ լսում։ Սիրան Շմրադյան, ժամը լրատվական։